դուք հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանին, ինչ խոսեցիք նրա հետ, գուցե խնդիրներ ունեիք, որ նրան եք հայտնել։ Ես չեմ խոսացել, դաներն են խոսացել։ Միրզոյանի հետ ենք խոսացել։ Ամեն ինչը լավ լինի, մենք էլ իր հետ ենք պաշտպանում ենք։ Մեր վարչապետն է, ուզում ենք որ էլի ինքն լինի։ Լավ է, սկսել է, ճիշտ է, մի քիչ թույլություն անում այդ մարդկանց չի բռնում։ Բռնելու գործ։ Հա, բռնելու գործ է։ Ում եք ուզում բռնեն։ Այսօր որ դրել է տեխնիկան սաղմել մեծամասնություն ում են ուզում։ Ուրեմն դու գիտես ում են ուզում բռնել։ Հենրանց որ հիմա անկախ իրանց կամ Բայց հիմքերի ունեն, ըստ էս հիմքերի ունեն, որ բռնեին, կալանավորեին։ Բաբոր հիմքեր չունեն, ոնց են կրում։ $200 միլիոն պարկ կա։ Փողը բաժանելուց բռնում։ $200 միլիոն ես եմ պարկ։ Քոչարյան չի պարկ։ Բանը հանձնաժողովը։ Բայց 8 տարի կառավարության է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը, ինչու մեղադրանք առաջադրված է այս բանին, բայց ինչու մեղավորները չկան, ինչու դատապարտված Իրան չէ։ հարցրու, մենք շատ գիտենք։ Ինձանով լինի, ես կասեի բռնեք, բայց Իրան հարցրու։ Իսկ գուցե այս ամենը մանիպուլյացիա է քաղաքական Չէ, նկատառումներով։ մանիպուլյացիա մի անգամ կլինի, երկու անգամ կլինի, բայց այն մարդը որ չի երկում, ուրեմն տոշնի է։ Եթե Քոչարյանը չի երկում, որ ինքը 200 միլիոն անշարժ գույք է, եսի մինչա պարկ կա։ Չի երկում են մարդը։ Մարդը եթե Չի երկում, որ չի երկում, ուրեմն ճիշտ է։ Կոստյումով, այսօրվա օրով միլիոններ ունի, միլիարդներ ունի, այդ որտեղից։ Որ մեկը չի Չէ, ինչ անի ասենք։ Իսկ ձեզ հայտնի է Նիկոլ Փաշինյանը ինչ ունեցվածքով է եկել։ Նիկոլ Փաշինյանի եթե բան ունենար, Ես վերտալյոտով կանեին մի 2-3 կիլոմետր բերել մեկ է սարկած կասեի։ Իսկ գուցե Քոչարյանին էլ մեկը 5 են սարքել էլի։ Դու ցավը տանեմ, էսի Աշխարհում ամենաերիտասարդ միլիարդերներն էլ Քոչարյանի տղերն են։ Տրոք տկլորեկան միլիարդեր դառան։ Մեր արունով։ Մեր թոշակից։ մեր երեխեքի թոշակները գողանալու։ Բայց Քոչարյանի աջակիցներն էլ ասում են, որ մինչև Քոչարյանի նախագահ դառնալը թոշակ ժողովուրդը չի ստացել։ Որտեղից են ասում, ով ասի, գլուխը պատին են տալի։ Մենք չտեսանք Քոչարյանը մի տիրին ուսին գտած եկավ, մի հատ պենսիան ուներ, դա էլ մաշված, երև մեր արդեն։ Այդ որտեղից դարձավ այս 8 տարվանից միլիարդատը։ Գաղտնի եմի կրճոտ երեկ է, որ ժողով չիմանան հետ ալիգատը։ Տոնաներով ոսկյա բերել, տոնաներով ոսկյա բերել, Նիկոլ Փաշինյանը լեն ու բոլ է եկել ժողովրդի լեզվով ասած ձեր կարծիքով։ Որդից, հա, ինքը կարող է մի քանի կոպեկ ունեցել, բայց աշխարհի ամենաերիտասարդ մուլտի միլիարդատերը իր տղեն է, այնի ինչ արի։ Իր տղեն որ ծել կամ փող։ Սիրուշոնա երկե ընդրանք փող են աշխատել, հա։ Կամ ընդրանք եթե հայ է եկել կանել է վարչապետը հիրատողները ինչ են Ամերիկայում գրանցված։ Ինչ են գնաց Ամերիկայում, որ հայկական բանակ չգնան, հա։ Նիկոլ Փաշինյանի որ ծրագրերից եք գոհ, ինչից եք դուք Նիկոլ Փաշինյանին, մեր Նիկոլ Փաշինյան, ինչ ծրագիր արել է, սաղից էլ կոյել։ Կոնկրետ որը, կոնկրետ ճանապարհները, կոնկրետ դպրոցները, կոնկրետ մանկապարտեզները, կոնկրետ կուլտուրայի պալատները, դպրոցների մարզական հրապարակները, մարզական շենքեր, ոնց ուրեմն սկի ոչ մի բան չկար այդ שם։ Դրանք ինչ են։ Հիմա որ 10,000 դրամով թոշակները բարձրացվել է, մինչ այդ ասել էր, չէ՞ Նիկոլ Փաշինյանը, ինչի վրա եք ծախսելու։ Հիմա ինչի վրա եք դուք ծախսում։ Ասում էր արդյունավետ չեք ծախսելու։ Փաշինյանը այդեն չի ասել, 10,000 դրամը շատ քիչ է, որ ժողովուրդն հա հասկացան։ Ոնց ինչի վրա են ծախսում։ Ասել է արդյունավետ չեն ծախսելու։ Մենք բա ինչ ենք անել։ Իրա բառերն եմ մեջ ուղարկում ենք Ադրբեջան, թող ձենք առնեն մեր վրա կրակեն։ Մտեք ծախսել։ Ես 10,000 ծանեմ 14 թոր ունես։ Ամեկին 500 դրամ էլ տամ չի երիքի։
Ո՞նց բան չունեն։ Մենք բոլորս էլ լավ գիտենք։ Լավ հասկանում եք, Ղազի ջան, էդի դու ձայնագրում ես որի։ Դու Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ 30 տարի թավանեցին Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ, ոչ մի բան չարեցին Ղարաբաղի համար, այսօր կանգնել է Փաշինյանը տախած Ղարաբաղը։ Ղարաբաղը խիպտի Փաշինյանը, որովհետև ոչ զենք ուներ, ոչ զինամթերք ուներ, ոչ մի բան չուներ, խաբեցիք Փաշինյանին տվեցիք իրան, այսօր որով դուք ամեն ինչ գցնեք Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է Ղարաբաղը ինչով էր մերը։ Հիմա այնտեղ հայեր ապրում են, չէին ապրում, գործարաններ չէր կառուցվում, դպրոց մանկապարտեզներ։ Նիկոլ Փաշինյանը ասում է ինչով էր Ղարաբաղը մերը։ Ասում է դուք ապրում էիք այնտեղ, որ ասում եք Ղարաբաղը մերն է։ Ղարաբաղը մերն է, տվողի հերնանից են, որ Ստալինն էր։ Նիկոլ Էնվախ մենք ծնված չենք եղել։ եղել։ Ստալինն է տվել Ղարաբաղը։ Ո՞ղը տվել։ Ո՞ղը տվել ինքնավար Նախիջևանը չեք ասում։ Ախրկալակն չեք ասում։ Մենք Էնվախ տող էինք։ Ումն էր հարցնում։ Կամ հիմա Ստալինը հիմա այդ ինչ են ասում։ Ինչ տարբերություն։ Ինչ են ասում։ Բանը Լավրովը ասում գիտեք որ գազը թանկացնել մենք ավելի լավ Թուրքմենիայից կտանանք։ Բանի մենք փող ենք տալիս որ առնում ենք։ Փող ենք տալիս ծրի, ոչ մի բան չեն տվել։ Թուրքիային ու Ադրբեջանի կրկնակի մեր վրա թանկ են ծախում։ Գազը ցանկանում եք Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկայացնել։ Ինչ Թուրքիայից։ Թուրքմենիայից մենք գազ կստանանք։ Ցորենը թանկացնել Ղազախստանից, Կանադայից մենք կստանանք։ Ժողովրդին չեն խաբում։ Ուկրաինայից էլ կստանանք։ Ուկրաինայից։ Ուկրաինան աշխարհին։ Չես տենում ինչ ասում բանա այն Ուկրաինայի նախագահան Զելենսկին չէ Նիկոլը թողել են խոսը չհասկացանք նախ Նիկոլը չի կանչեն ժան Եվրոխորհուրդն է կանչել այստեղ մեկ էլ ռեգլամենտ կա որ նա իրավունք ունի 5 րոպե խոսա 10 րոպե խոսա եթե այդ մոմենտին ինչքան շատ կներես այամ տա ինչ անի այդ ռեգլամենտով ոչ մեկ դրան իրավունք չունի բանանի մեր Ռաֆի Հովհաննեսյանը Թուրքիայում առաջի անգամ որ բարձրացեց Ղարաբաղի հարցը Եղեռնի ցեղասպանության հարցը ով իրավունք ուներ դրան անջատել նոր վերջում Բայց բալանսավորելու, չեզոքացնելու այդ ամենը ոչ մի կոչվեց չեղավ հայկական կողմից։ Հայկական կողմից ինչ անի։ Ասում մի անգամից անջատում եմ էսեմանում։ Բալանսելով ասում դու լավ ես, մենք իրար հետ առևտուր ենք անում, ձեզ ոչ մի բան չեմ ասում։ Այն ժամանակ մենք ժողովուրդը բանջարքվեին արել, որ մենք միանանք բանը Եվրոպայի։ Բայց իրանց էլ վատ բան չեն անում։ Իրանք են մեզ վատ բան արել։ Եկան մեր 4018-ից 22 տարեկան երիտասարդներին մեր սերուցքին վերացրեց, բրծավ, նոր ասեց, բերեք 13000 հոգի մնացել է, բերեք պայմանագիր կապենք, որ բան չլինի։ Ինքն էլ այնտեղ խաղապահ էր, ինչ արեց, ռուսները 6000 ռուբլիով մի պաշկա պապիրոզ էին ծախում, մի տարի 120,000 հոգու սոված պահեցին, ինչա 3-4 հոգի էկոլոգա, ինչ էկոլոգա, ինքը գնացել խաղաղապահ էր, ցավը տանեմ, խաղաղապահ էր, նա պետք է պաշտպաներ մեր ժողովրդին, պաշտպանեց, գնաց վերջում էլ տեսան, չէ, ժողովուրդը բան նավթոբազան տրակցրին 200 հոգի էլ ամենավերջին հետի ինչքան էլ որ վիրավորվեցին, էդ էլ վերջի են շատ կներեք թշնամություն, նագությունը էդ վերջում արեց այն նոքն են Զախարովը որ խոսում է, չի ամանչում որ խոսում է, դուք փաստ ունեք, որ Ռուսաստանը ձեր համար վատ է։ Ռուսաստանը մեր համար ցարի ժամանակ ծաղատ, նոր չի, նոր։